Իշխանության ղեկին նստած անձի առումով կոմպրոմատային, փաստաթղթային, ենթադրում եմ գրավոր եւ տեսագրված որոշակի հանձնառություններ կա եւ դրանք նաեւ Ալիևի ձեռքում են գտնվում եւ նա պարբերաբար այդ սպառնալիքը ներկայացնում է։ Սակայն նա ներկայացնում է, որ կբացահայտի, բայց նա չի գնում բացահայտման, որովհետեւ դա մի կողմից կհարվածի իրենց դրածոյին, իր իշխանությունը տապալելով, մյուս կողմից կբացահայտի, որ այդ հանձնառությունները եղել են 18 թվականից առաջ, դրանով իսկ ոչնչացնելով այս իշխանության կողմից տիրաժավորվող թեզը, որ մենք ուղղակի թույլ ենք, մենք չենք պայքարել, մենք կորցրել ենք եւ այլն եւ այլն։ Աղաջանյան, այստեղ մի հստակեցում անենք, ես եթե հասկացա ձեր միտքը, Նիկոլ Փաշինյանի դեմ Ալիևը կոմպրոմատներ ունի եւ դրանց ուժով Փաշինյանը տարբեր հանձնառություններ է ստացել, այդ թվում չի բացառվում գրավոր ու դա եղել է 18 թվականից առաջ։ Այո,